քանի հոգի գիտեին, որ Կիրանցում նոր դպրոցի կողքը եկեղեցի կա։ Քանի դեռ մենք չէինք սկսել այն վերականգնել։ Խորհրդային տարիներին այդտեղ պահեստ էր։ Մենք նախկին պահեստ ծառայած եկեղեցին վերականգնում ենք եւ վերադարձնում ենք հանրությանը, որպես եկեղեցի ծառայելու։ Ինչպես անվանել սա, եթե ոչ հենց ազգային գործընթաց։ Եթե կա ինչ-որ մեկը, որ դա կանվանի ապազգային, ապա այստեղ արդեն ձեր ասած բոլոր փաստարկները ու մտահոգությունները ավելի քան տեղին են դառնում։ Կամ ինչպես վերաբերել նրան, որ ոսկեպարի եկեղեցին, որի տանիքի հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք, վերանորոգում ենք եւ ակնհայտ է, չէ, որ վերանորոգման ժամանակ խաչը պետք է հանվի, աշխատանքը արվի եւ հետո տեղադրվի։ Ինչ նպատակ է հետապնդում այդ տեխնիկական աշխատանքի իրականացման ժամանակ հենց այդ ուրեմն տեսանյութը նկարել եւ տարածել։ Սա ուղիղ հիբրիդային պատերազմ է, որովհետեւ յուրաքանչյուր ռացիոնալ մարդ գիտի, որ վերականգնումը կոնկրետ տրամաբանություն ունեցող գործընթաց է։ Եվ եթե ինչ-որ մեկը այդ գործընթացի կեսից 30%-ից հետո, 40%-ից հետո շատ կոնկրետ նպատակով մոնտաժում, տեսանյութ է տարածում, սա հենց հիբրիդային պատերազմի ուղիղ դրսևորում է։